դա նորմալ է, երբ որ պետությունը արտաքին եւ ներքին պարտք է ներգրավում, բայց նորմալ չի, երբ որ այդ ներգրաված արտաքին եւ ներքին պարտքը անարդյունավետ է ծախսվում, հավաքագրված հարկային ռեսուրսները քաղաքացիների կողմից, հա, արտադրված, բաշխված, սպառված, ներմուծված, արտանված, այդ ոչ տնտեսական process-ի արդյունքում հավաքագրված հարկային ռեսուրսները անարդյունավետ են ծախսվում, հետեւաբար, եթե դու քո եկամուտը անարդյունավետ ես ծախսում կամ ճիշտ չես պլանավորում, հետեւաբար դու պետք է պարտք վերցնես, եւ եթե դու պարտք ես վերցնում, դա նույնպես ճիշտ չես կառավարում, նշանակում է դու ֆինանսական խնդիրներ ես ունենալու, եթե ոչ այսօր, որտեվ ի վիճակի ես պարտքով պարտք փակել, ապա ապագայում այլևս ի վիճակի չես լինելու պարտքով պարտք փակել, եւ դու կանգնելու ես դեֆոլտի կամ սնանկի առջև։ Այո, Հայաստանի Հանրապետությունում պետական, արտաքին եւ ներքին պարտքը բացասական է անդրադառնում, դա ոչ ոք չի կարող հերկի, հակառակում ես պատրաստ եմ իրեն հետ բանավիճել, բացասական է անդրադառնում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ազգաբնակչության կենսամակարդակի գնողունակության, եկամտաբերության վրա, դա նույնն է, ոնց որ ընտանիքի հայրը վարկ վերցնի եւ այդ վարկը պետք է սպասարկվի այդ ընտանիքի պետընտանեկան բյուջեից եւ ընտանիքի հայրը ասի դա բացասական չի անդրադառնալ ընտանիքի անդամների գնողունակության վրա, լուրջ եք ասում, ցնորք է դա։ Այո, բացասական է անդրադառնում ապրանքների գների եւ մատուցող ծառայությունների եւ եթե չեմ սխալվում, նույն Բաբկեն Թունյան այդ իր 10 րոպեանոց հոլովակի վերջում ասեց, որ պետական պարտքը քաղաքացիներից չեն վերցնելու, ինչ որ նման բան ասեց։ Ներողություն։ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը սպասարկվում է յուրաքանչյուր Աստծու օր։ Հայաստանի Հանրապետության ողջ ազգաբնակչության կողմից, անկախ տարիքից եւ սեռից, կանոնական պատկանելությունից, սեռական շեղվածությունից, ով ուզում ես լինես, քանի որ յուրաքանչյուր Աստծու օր աշխատողը գնում է աշխատանքի, թոշակառուն թոշակ է ստանում, անչափահաս երեխաները գնում են դպրոց, ուսանողները գնում են համալսարան կրթվելու, զինվորականները ծառայում են Հայաստանի Հանրապետության առայժմ զինված ուժերում։ Հետևաբար յուրաքանչյուր գնում, յուրաքանչյուր ծառայությունից օգտվել գեներացնում է տվյալ երկրի տնտեսվարող սուբյեկտների կազմակերպության բյուջեն, որից այո ըստ հարկային օրենսգրքի, ըստ հարկատեսակների եւ ըստ տոկոսադրույքների հարկագանձում է իրականացվում, որը գնում է կենտրոնական բյուջե Արիոցի բաժինը եւ գնում են համայնքային կամ քաղաքային բյուջեներ, որի շնորհիվ այո պետական բյուջեի տարեկան կազմած ծրագրի նախագծով նախատեսվում է պետական արտաքին եւ ներքին պարտքի սպասարկման բաժինը միայն 25 թվականին, այս 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը 2 միլիարդ 400 միլիոն դոլարի պարտք է փակում, որից 800 միլիոն դոլարը դա տոկոսներն են եւ 1 միլիարդ 600 միլիոն դոլարը մայր գումարն է, դա այն էր, որ նախանդ շեշտեցի, որ 750 միլիոն դոլար վարկ են վերցրել, մի օրինակն եմ բերում, ես այդքան առողջություն չունեմ բոլոր վարկատեսակներ, այս տարվա թվարկեմ, Գևորգ Պապոյանից, որ գնում է Եվրոպա, մի երկու հատ վարկ վերցնում, գալիս է, թե ով է փակելու, իրանք ասում են դուք չեք փակելու, իսկ ներողություն ադրբեջանցիներն են փակելու, մենք ենք փակելու, ով է փակելու, մենք, բոլորս, այո, չծնված սերունդները, հիմա միայն 750 միլիոն դոլար, որ վարկ ենք վերցրել, միայն 53 միլիոն, շուրջ 250 հազար դոլարը տոկոսներն է, դա այն է, որ այս տարի 2 միլիարդ 400 միլիոն դոլար վարկ ենք փակելու, որից 800 միլիոն դոլարը տոկոսներն է, հետևաբար այն, որ տնտեսագետները, փորձագետները, կառավարության անդամները, որ ասում են Հայաստանի Հանրապետությունը 14 միլիարդ դոլար կառավարության պարտք ունի, ես իրենց հետ վիճում եմ, ինչու, որովհետև 14 միլիարդը դա մայր գումարն է, իսկ ներողություն բոլոր տարիներում վարկային պարտավորությունները, որ ստանձնել ենք իրենց տոկոսադրույքները, բա տոկոսադրույքները ինչու չեք հաշվում։